Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ հարգելի լրագրողներ, սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղյակ եք, շրջանառության մեջ եմ դրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթ, որի հիմնական նպատակներն են զորակոչվողների թվի ավելացում, զինծառայության ծառայության գրավչության բարձրացում, արտագաղթի կանխարգելում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատում, սրակոչից խուսափելու դեմ կանխարգելիչ մեխանիզմների ներդրում, ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելու դեպքերի քրեականացում։ Նախ հակիրճ ներկայացնեմ արկա իրավիճակն ու խնդիրները, որպեսզի հասկանալի լինի փոփոխությունների անհրաժեշտությունն ու ակնկալվող արդյունքները։ Վերլուծելով վերջին 20 տարիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող զինծառայողների թիվը, զորակոչի ներկայացած, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը, տեսնում ենք, որ վերջնարդյունքում հրավիրվածների միայն 30-ից 40%-ն է զորակոչվում ծառայության։ Ծառայության ժամկետի երկար տևողության, տարածաշրջանային անվտանգային միջավայրով եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից հետեւյալ քայլերով։ Առաջին, մինչև 18 տարի լեռնանալը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Նշեմ, որ 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Երկրորդ, մեկնում են Հայաստանի Հանրապետությունից բուժման, ուսման կամ այլ նպատակով եւ մինչև 27 կամ 37 տարին լեռնանալը չեն վերադառնում։ Նշեմ, որ 37 տարին դա վաղեմության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010-ից 2024 թվականների ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով հարուցված քրեական գործերից, այսինքն զորակոչից խուսափելու գործն է 461-ը, 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, այսինքն շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել եւ որևէ պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ իր 37 տարին դեռացած է եղել։ Երրորդ, ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդության թղթեր են պատրաստում։ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների եւ ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80%-ն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները, այսինքն զորակոչի ընթացքում ինչքան մենք քաղաքացիներ ենք, ովքեր որ տարկետում են ստանում կամ ազատվում են ծառայությունից, նրանց 80%-ը եւ ավելի տոկոսը առողջական խնդիր ունեցողներն են։ Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող են, գալիս են բարդացնելու եւ սահմանափակելու ծառայությունից խուսափելու արկա ճանապարհները։ Մյուս մասը խրախուսող են, գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը։ Խստացնող կարգավորումներն են. Առաջին, կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության։ Երկրորդ, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարին։ Երրորդ, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային տուրքը դարձնել 15 միլիոն դրամ։ Սա այն գումարն է, որը գործող կարգավորումներով 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները այսօր էլ կարողանում են վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Չորրորդ, քրեականացնել քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածների հատկանիշներով քննվող քրեական վարույթների շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտության համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը։ Այսինքն այն քաղաքացիները, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից կամ հերթական զորակոչից կամ զորահավաքից խուսափում են առողջական խնդիրներով պայմանավորված եւ հրաժարվում են փորձանմուշ տալուց կամ որևէ կերպ խոչընդոտում են, առաջարկում եմ դա նույնպես քրեականացնել, որպեսզի նման դեպքերը նույնպես հնարավորինս քիչ լինեն։ Եվ խրախուսող կարգավորումների մասին առաջին Սույն օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում։ Երկրորդ, կրճատված ժամկետով զինվորական ծառայություն հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Գործող օրենսդրությամբ
Նման հնարավորություն ունեն 27 տարի լրացածները եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք։ Առաջարկում որպեսզի նման հնարավորություն տանք նաեւ 18 տարի լրացածներին։ Ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն։ Առաջին ծառայության 4 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն։ Երկրորդ ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ երրորդ ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Եվ նաեւ երրորդ եւ վերջին խրախուսող կետը դա խրախուսել արական սեռի անձանց ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն մինչեւ պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը, տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սահմանված գումար։ Սա վերաբերվում է այն անձանց, ովքեր ազգությամբ հայ են, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, դրանք հիմնականում Վրաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեր հայրենակիցներն են, ովքեր ծնվելով այդ երկրներում լինում են այդ երկրի քաղաքացիներ, ծնվելով Վրաստանով լինում են Վրաստանի քաղաքացիներ, չնայած նրան, որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք շարունակում են լինել այլ երկրի քաղաքացիներ եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա չեն։ Նրանց մեծ մասը ցանկանում է ստանալ քաղաքացիություն, սակայն քաղաքացիություն ստանում է միայն 27 տարի լրանալուց հետո, որպեսզի ազատվի 2 տարի պարտադիր զինվորական ծառայության պարտավորությունից։ Առաջարկում եմ նրանց տալ հնարավորություն եւ ասել դուք մի սպասեք ձեր 27 տարին լրանա, դուք այսօր դարձեք Հայաստանի քաղաքացի եւ ունենաք հնարավորություն ծառայել 2 տարվա փոխարեն 1 տարի կամ պետությանը պետական բյուջե վճարել սահմանված գումարը, ինչը մենք կծառայեցնենք բանակի կարիքների համար եւ կունենանք ավել 1 զորակոչի կամ պայստազորային իդեմս այն մեր հայրենակցի, ով կգա եւ կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Քաղաքացիության մասով մի քանի տվյալ ներկայացնեմ, որպեսզի նաեւ հարցերի դեպքում կարողանանք պատկերացում կազմել, թե ինչի մասին է խոսքը։ Մեծ թվով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հրաժարվում են քաղաքացիությունից մինչև 18 տարի լրանալը, որպեսզի ծառայություն չանցնեն։ Իմ ձեռքի տակ կարմիրով նշված են քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Տեսնում ենք, որ 8721 քաղաքացի հրաժարվել է եւ ըստ տարիների կարող ենք ֆիքսել 2020-ից 2024 թվականի ընթացքում քանի քաղաքացի հրաժարվել։ Նշեմ, որ այս թվի մեծությունը պատկերավոր լինելու համար նշեմ, որ սա մոտավորապես 2 զորակոչի ընթացքում բանակ զորակոչված թվին մոտ թիվ է եւ կանաչով ներկայացված է քաղաքացիություն ստացողների թիվը եւ առանձին տողերով բաժանված ես բաժանել եմ մինչեւ 27 տարեկանները եւ տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 42000 արական սեռի քաղաքացի ստացել է քաղաքացիություն եւ նրանց ընդամենը 7% կամ 3000-ն են, որ դա արել են մինչեւ 27 տարի լրանալը, այսինքն գերակշիռ մասը սպասում են, որպեսզի իրենց 27 տարի լրանա, որպեսզի պարտադիր զինվորական ծառայություն չանցնեն։ Իմ առաջարկը նաեւ կխրախուսի, որպեսզի նրանք ավելի շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չսպասեն մինչեւ իրենց 27 տարի լրանալը, քանի որ հաջող եթե մենք այդ հնարավորությունը չտանք 27 տարի լրանալուց հետո հնարավոր է այդ ցանկությունը այս քաղաքացիների մոտ, այս անձանց մոտ ովքեր քաղաքացի չեն վերանա։ Մյուս կետ էլի կարևոր տեղեկատվություն կա, որ կցանկանամ տեղեկացնել, բայց կցանկանամ լսել ձեր հարցերը եւ հարց ու պատասխանի դեպքով արդեն անդրադառնալ ավելի մանրամասն տվյալներին։ Շնորհակալ եմ ասուլիսին ներկայանալու համար, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։